Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 20, որպեսզի իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, Եբրայեցիներին 2:14։ Աստծո զավակ մահը զրկել է իր զորությունից, քանի որ մահվան իշխանություն ունեցողը խափանված է, այդ պատճառով դադարիր վախենալ նրանից։ Սուրբ Հոգուց ողորմություն խնդրիր, որ անձնական ճանաչողության և հաստատուն հավատի միջոցով քո փրկագնողի մահվան հանդեպ դու նախապատրաստվես այն ախորժալի ժամին։ Գողգոթայի խաչին մոտ ապրելով դու իրավունք ունես մահվան մասին մտածելու թեթև սրտով և հայտնվելիս նրան ընդունելու ուրախության զգացումով։ Հաճելի է մահանալ Տիրոջ հետ, Հիսուսով ննջելը ուխտի օրհնություն է։ Մահն այժմ ոչ թե արտաքսում է, այլ վերադարձ է աքսորից, վերադարձ դեպի տուն, օթևան, որտեղ բնակվում են քո սիրելիները։ Երկնքում փառավորված հոգիների և երկրի վրա պանդխտություն անող սրբերի միջև հեռավորությունը հսկայական է թվում, բայց դա այդպես չէ։ Մենք հեռու չենք տանից, մեկ ակնթարթ և մենք այնտեղ ենք։ Բարձրացված է առագաստը և հոգին պատրաստ է մեկնելու։ Որքան ժամանակ հարկավոր կլինի դրա համար։ Քանի խռովահույս քամի կթափվի առագաստի վրա, ինչ խաղաղության նավահանգիստ հասնելը։ Որքան պետք է հոգին ճոճվի ալիքների վրա, մինչև հասնի հանգստության ծովածոց։ Ահա և պատասխանը՝ դուրս գալ մարմնից և Տիրոջ հետ լինել։ Քո նավը հենց նոր է մեկնել, իսկ հոգիդ արդեն տանն է։ Առագաստը հազիվ է քամով լցվել, իսկ նավդ արդեն անգրվանել է։ Երբ ալիքները նավակին էին խփում Գալիլայում ծովում, Հիսուսը հրամայեց. «Խաղաղվիր, հանդարտվիր», և անմիջապես նավն այն տեղը հասավ։ Մի մտածիր, թե մահվան պահի և հավիտենականության միջև երկարատև ժամանակ կա։ Հազիվ են հասցրել աչքերը փակվել երկրի վրա, նրանք բացվում են երկնքում, հրեղեն ձիերը երկինք են սլանում մեկ ակնթարթում։ Ո Աստծո զավակ, մի վախեցիր և մի տագնապիր մահվան մահճում։ Շնորհիվ քո Փրկչի մահվան մահը զրկել է խայթոցից ու անեծքից։ Այն հիմա այլ բան չէ, քան Հակոբի սանդուղք դրված խավար գերեզմանի մեջ, որի շարունակությունը բարձրանում է դեպի հավիտենություն։